Ինչ տվեց Սոչիում տեղի ունեցած Սերժ Սարգսյան, Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին։ Լրատվամիջոցներին հետևող մեր քաղաքացիները հասկացել են. Ոչինչ, այնքան որ երկու կողմերից լսվեց խաղաղության, որ ոչ ռազմական գործողությունների դիմելու քայլերով լուծել հարցերը, բայց նման բաներ մենք բազմիցս լսել ենք։ Նրանց պահանջը ուրիշ է, մեր պահանջը ուրիշ է։ Ինչպես պետք է լինի։ Ոչինչ էլ չեղավ։ Սերժ Սարգսյանի խոսքում հստակություն եւ խստություն էր պակասում, կարծում է մեր քաղաքացիների մի մասը։ Սերժը ոտա վախում է Ալիևից, հա? Չի կարում պարզ ասի, ինչ ես ուզում մեզանից։ Մեր հողերն է, մեր տարածքն է, էտա։ Ժողովուրդը սեփական երկրում ապրելու համար պետք է միայն ապավինի իր ուժերին։ Սոչիի եռակողմ հանդիպումից հետո եզրակացրել են ոմանք։ Ամբողջ ազգը հասկացա, որ ուժը իր վրա պետք է դնի։ Ամեն ինչ Աստծո ձեռքին է ու ես հավատում եմ մեր հաղթանակին։ Մեր քաղաքացիների զգալի մասը համոզված է, որ Սոչիի հանդիպումից հետո Ադրբեջանը չի դադարեցնի հրադադարի ռեժիմի խախտումները։ Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը դեռ կշարունակվի լարված մնալ։ Այս իրավիճակում Սոչիից հետո Սերժ Սարգսյանի արձակուրդի մեկնելը մեր քաղաքացիներից շատերին մեղմ ասած զարմացնում է։ Սրոպեին այսպես վիճակա ոնց կարելի է հանգստանալ, աշխատել է։